Ես մի փոքր երկար ներածական խոսք կունենամ, կբացատրեմ ինչի, որովհետև մենք իհարկե բարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով եւ ինչպես հարիր է հասարակական կազմակերպությանը յուրաքանչյուր տարեվերջին հերթական ժողովներում ներկայացվում են մանրամասն հաշվետվություններ, նախագահի հաշվետվություն եւ խոսք, ֆինանսական հաշվետվություններ, որոնք ստուգված եւ հաստատված են տեղական եւ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից եւ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր տիպի տեղեկատվություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության մասին կցանկանան ստանալ, ստանում են, բայց վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած, կարող ենք այստեղ նաև որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր երբվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Օգտագործվում է բավական մեծ մեդիարեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ թե այն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են եւ տեղյակ են խնդիրներից, տեղյակ են լուծման ճանապարհներից, այլ այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ։ Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա ՖԱ-ի գործունեությունը, գիտեմ կան մարդիկ, որոնք բարբերաբար լսում են, ուշադիր են եւ հասկանում են ներքին խոհանոցը հայկական ֆուտբոլի, բայց կան մարդիկ, որոնք պարտավոր չեն, ես կարծում եմ ավելի լայն շրջանակները հանրության պարտավոր չեն ամեն անգամ խորանալ դրա մեջ եւ հիմա շատ լավ առիթ է ներկայացնել այդ ամենը եւ կարծում եմ, որ իմ վերջին ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընտրություններին վերաբերող այս անցուդարձնել, երբ որ հիմնական ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա, ավելի ամրապնդեց դա մեր վստահությունը, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, իսկ շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ։ Եվ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ես իմ խոսքում ասել եմ տարեվերջան, բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, դա չի նշանակում բացարձակապես, որ մեր աշխատանքը իդեալական է, չկա քննադատություն կա եւ բավական չափով, կառուցողական քննադատություն էլ կա, սակայն օրինակ մեր անդամների գերակշիռ մասը, երբ ցանկանում են քննադատել եւ ցանկանում ինչ-որ հարցեր քննարկել, իրենք գիտեն, գալիս են ՀՖ գրասենյակ, մենք կազմակերպում ենք քննարկումներ, հնարավորության դեպքում հարցերը լուծում են ստանում, եթե չեն ստանում նախանշվում են այն ճանապարհները, որոնք կարող են բերել այդ հարցերի լուծմանը։ Եվ կարծում եմ մեր պատկերացմամբ հենց դա է համատեղ շահը համատեղ աշխատանքը իշահ հայկական ֆուտբոլի։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ ավելի լայն զանգվածի համար մենք կարճ փորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել, թե ինչ են կարել այս 5 տարիների ընթացքում եւ մի փոքր խոսեմ խնդիրների մասին, հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Եվ այսպես 2019 թվականի դեկտեմբերին եմ ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ընտրվելուց անմիջապես հետո առաջին 2 ամսվա ընթացքում մենք ձեռնամուխ ենք եղել ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության կատարմանը, մասնավորապես նախանշել ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում հունվարին 20 թվականի Հայաստանում անցկացվել է ֆուտզալի ազգային հավաքականի հանդիպում, մինչ այդ ֆուտզալի ազգային հավաքականը խաղացել էր բացառապես այլ երկրներում եւ նաեւ երկրորդ ամսին սկսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան առաջնությունների մոդելի բարեփոխումները։ Ընտրվելուց ընդամենը 2 ամիս անց ամբողջ աշխարհը գիտեք երկար ժամանակ պարալիզացվել էր կոവിഡ്ի պատճառով 20 թվականի 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքները բնականաբար ուղղակիորեն անցնել են բոլոր ոլորտների վրա, այդ թվում նաև ֆուտբոլի։ Կոവിഡ്ը եւ պատերազմը իրենց հետ բերել են ահռելի կորուստներ, թե մարդկային, թե ֆինանսական, թե բարեհոգեբանական, որոնք իհարկե խանգարել են հեռանկարային ծրագրերի կատարմանը, չնայած այդ ընթացքում էլ մենք առաջիններից ենք եղել, ով վերականգնել է առաջնությունը կոവിഡ്ի ժամանակ Եվրոպայում, եթե չեմ սխալվում երկրորդը կամ երրորդը, բացի դա մենք կարողացել ենք կազմակերպել Հայաստանի հավաքականի հանդիպումները բավական բարդ պայմաններում, եթե հիշում եք, մենք այն ժամանակ արտերկրում էինք խաղում։ Մեզ հետագայում նաև 1 տարի բավական արդյունավետ գործունեությունից հետո տնտեսական մեծ հարված է հասցրել 2022-ին սկսած Ուկրաինայի պատերազմը
Ինչու եմ ես ուզում այս թեմային անդրադառնալ, որտեղ սա ես խոսել եմ տարեվերջին եւ սա շարքումների առարկա է դարձել։ Շատ կոնկրետ ասեմ, որ դրանից հետո մենք էակարորեն տուժել ենք եւ շարունակում ենք տուժել փոխարժեքի տատանումից։ Բացի դա կտրուկ բարձրացրել են ավիատոմսերի գները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորցրել է խոշոր հաբեր, որոնցով կարող էր թիմերին ուղարկել Եվրոպա եւ մենք զգալիորեն ավելացել ենք հավաքականների ճամփորդության ծախսերը։ Իսկ մինչդեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն մնացել է նույնը։ Չնայած այդ կորուստներին, ֆեդերացիան ենթակառուցվածքային ծրագրերը շարունակել է։ Մենք 130 փոքր դաշտեր ենք կառուցել, ինչը մի քանի անգամ ավելի երեխաներ է մարզային ֆուտբոլ բերել, քան մինչև 2019 թվականներ։ Այս ընթացքում կրկնապատկվել է բնակավայրերի թիվը Հայաստանում, որտեղ անցկացվում են Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններ։ Մեզ հաջողվել է ավարտել ու շահգործման անցնել նախորդ ղեկավարության կողմից սկսված Սևանի եւ Էջմիածնի ֆուտբոլի դպրոցները։ Վերակառուցել ենք եւ կառուցել ենք Աբովյանի, Արմավիրի, Վանաձորի, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադաշտերը, որոնք շատ մեծ խթան են հանդիսացել ակումբային ֆուտբոլի համար։ Ընդ որում Արմավիրի եւ Վանաձորի մարզադաշտերի շինարարությունը սկսվել էր ավելի վաղ նախորդ ղեկավարության կողմից, սակայն կային լրջագույն բացթողումներ եւ օրինակ մարզադաշտերից մեկում տանիքը ամբողջապես ծռվել էր, մյուսում հանդերձանային հատվածն էր շրջագծից թե հիմնական շրջագծից մոտ 80 սանտիմետր շեղվել եւ մենք ստիպված ենք եղել նոր նախագծանախաշվային փաստաթղթեր պատվիրել եւ կարելի է ասել, որ այս մարզադաշտերի ամբողջապես կառուցվել են իմ նախագահության ժամանակահատվածում։ Ենթակառուցվածքների շինարարությունը մենք անընդհատ շարունակում ենք, որովհետև դա սկիզբն է, չունենալով խաղադաշտեր մենք չենք կարող նոր երեխաներ ներգրավել ֆուտբոլ, չենք կարող ապահովել զարգացումը եւ այս տարի էլ մենք բավական լուրջ ծրագրեր ունենք, նոր դաշտեր ենք բացելու, եթե երկար տարիներ ակումբները չէին անում ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, ապա հիմա սա էլ տեղից շարժվել է եւ սա շատ մեծ օգնություն է լինելու։ Զուգահեռ հիմա մեծ ներդրումներ են սկսել մասնավոր սեկտորում։ Գիտեք, որ Նոա ֆուտբոլային ակումբն է սեփական դպրոց միջոցներով ամբողջապես վերակառուցում Էջմիածնի դպրոցը, նաեւ ստադիոն է պատրաստում կառուցել այնտեղ։ Մի քանի մարզային ակումբներ, օրինակ Անդրանիկը եւ Աղբյուրակը սկսել են վերակառուցել իրենց քաղաքային մարզադաշտերը, մենք այդ հարցում իրենց աջակցում ենք եւ եթե գիտեք ավելի վաղ մասնավոր ներդրողի միջոցներով հիանալի փոքր, բայց շատ կարևոր մարզադաշտ Շենգավիթում գտնվող մարզադպրոցն է վերակառուցվել։ Բացի դա այս ընթացքում Գյումրի, Աբովյանի եւ Ջունիոր մարզադաշտերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղադրել լուսավորություն, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր Հայաստանի առաջնության գրեթե բոլոր հանդիպումները անցկացրել լուսավորությամբ եւ անդրադառնալով արդեն